Դարձյալ և մեկ անգամ ևս կրնելով իր խոսքը որ ասում է եկեղեցվո հաղթանակին, որ նշանակում է թե Աստծո հաղթանակին ոչ ոք կասկածելու կարիք չունի։ Բայց ամբողջ հարցը նրանում է թե մենք մեզանից որևիցե մեկը մաս և բաժին կունենա այդ հաղթանակից, թե կնջվի և կպարտվի և կնվաճվի չարի կողմից, ինչպես Տիրոջ աղոթքից հետո 12-ից մեկը նվաճվեց։ Տեսանք, որ ավետարանում տեսնում ենք, որ Հիսուս չէ, որ այդ մաղթանքը, այդ աղոթքը հնչեցնում է, որովհետև տեսնում ենք 12-ից մեկը չկարողացավ հեռու մնալ չարից, նվաճվեց չարից, պարտվեց չարից, որ նշանակում է, թե դարձյալ և վերստի մեր Տերը ցույց է տալիս, որ այո, իր առաքյալների և իր առաքյալների հաջորդների մեջ կլինեն պարտվողներ, կլինեն չարին հանձնվողներ, կլինեն չարից ընկճվածներ և նվաճվածներ, կլինեն, հուդաներ կլինեն, հուդաները անխուսափելի են, Տերը կարող է ընտրել 12 կադարյանների և կարող էր մատնիչը լինել 12-ից դուրս, մեկ ուրիշ, բայց Տերը հատուկ ընտրեց մատնիչի հատկություն ունեցող մեկին նույնպես, որպեսզի ցույց տա բոլորիս և այսօր 2000 տարի հետո ապրողներիս ցույց տա, որ հուդաներ միշտ լինելու և միշտ կլինել։ Եղել են մեզանից առաջ, կլինեն մեր օրոք, կլինեն մեզանից հետո։ Բայց եկեղեցին իբրև ամբողջություն, իբրև Աստծո մարմին երբեք պարտության չի արժանանա և երբեք չարից չի ընկճվի և չի նվաճվի։ Որովհետև Տիրոջ աղոթքը ընդունելի է, հասանելի է, կիրառելի է և հաղթական։